ու այդ դժվար գործը որոշվեց սոսին անցնել, այսինքն սոսը որոշեց նախաձեռնությունը նրանն էր, ձվածը պիտի աներ։ Թավան տաքացած է, ամեն ինչ տաք է, միացած է, ամեն ինչ միացած է, թավա դրեցինք եւ բոլորը սպասում ենք, այնպես չի որ սոված մեռնում ենք, բայց հավես է, էլի, այս բանի պավիլյոնի ձուն ուտենք, էլի, իրական խոհանոց է։ Իրական խոհանոց էր, տաքացվող բաներով, սալիկներով, սոսը որոշեց թավան մեծ թավա ունեինք, դե ինքը տեսել եք էլի այդ կադրեր կա շարք, ասեց սարքում եմ, տաքացրեց, դե մտքովը չանցավ որ ինքը չգիտի այդ պահին, Ինչպես ձուն խփեց մի 10-15 հատ տղաներով պիտի ուտեին, այդն էլ լցրեց սենց ճիշտ, յուղներ, ձետներ, չգիտեմ, տաքացավ, ինքը այդ ծվածեղն արեց մեկ, այն որ 4 կողմից, դե թավան նախատեսված չէր դրա համար, էլի ավելի շատ ինքը վեմական էր, 4 կողմից այդ ձետը թռավ, շորերը յուղոտվեցին, այդ ծվածեղի հոտը, այն սիգնալիզացիան ընդերից միացավ, ծուխ, յուղը թափվեց այդ բանին, պատկերացնում եք ինչ, ծուխ կբարձրանա հոտ, հետո եկան բաները, պաժարնիկներն եկան, հետո միացավ, սիգնալիզացիա միացավ, այն ծուխը, յուղը թափվեց, յուղի ծուխը, այ մարդ, իսկ մեր մուազերից ինչ հոտ էր գալիս, անպատմելի, տեսեք, խեղճու կրակ ձվածեղ, էլի։ անմեղ ձվածեղից ինչ տեղ ունեցավ, բայց շատ լավ ընկերներ ունենք